հարցես տալը, ես ուզում եմ արձանագրել, որ այն փաստը, որ ընդդիմությունը ձեր զեկույցի վերաբերյալ հարց չի տալիս, առավել քան խոսուն է, որովհետև դա նշանակում է, որ ընդդիմությունը ըստ էության ասելիք չունի։ Եվ դրանից ավելի փառահեղ ապացույց գոյություն չունի, որ ըստ էության այս զեկույցը եւ կառավարության ծրագրի կատարումը պատշաճ է տեղի ունենում։ Իմ հարցը հետեւյալն է. դուք նշեցիք բազմաթիվ թվեր եւ օրինակ նշեցիք, որ 7 տարվա ընթացքում Հայաստանի բյուջեում հավելյալ մուտք է եղել 4.2 միլիարդ դոլար։ Այդ գումարը առնվազն, հա, այդ գումարը օդից չի եկել, այսինքն դա տեղի է ունեցել կառավարման արդյունքում։ Դա ինքը օդից չի եկել հայտնվել, կոնկրետ մարդիկ, կոնկրետ տեղում աշխատանք են արել, որի արդյունքում դա տեղի է ունեցել։ Մենք շատ հաճախ ենք խոսում Հայաստանում կառավարման որակի մասին եւ նաեւ ասում ենք, որ բավարարված չենք եղած որակով եւ պետք է ձգտենք ավելի լավին։ Եվ մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հաճախ Հայաստանում նաեւ որոշ շրջանակների կողմից տեղի է ունենում պետական ծառայության կազմակերպված դեմոնիզացիա, այսինքն որտեվ ձեր ասած նույն տրամաբանությունն է, այս սրանք բյուջե են լցնում։ Իսկ ոնց մի րոպե, այս բյուջե են լցնում, հələ ու սկսում է, սրանք ձրիակերներ են, սենց են, նենց են, այսինքն ստեղծվում է իմիջ պետական ծառայողների մասին վերից վար, որ ուրեմն ամեն ինչ արվում աշխատավարձները բարձրացվում է միայն իրենց համար եւ ժողովրդին ոչինչ չեն տալիս այն դեպքում, երբ որ հարյուրավոր միլիոն դոլարների թոշակ է բարձրացել, հազարավոր կիլոմետրեր ճանապարհ է կառուցվել, այդ միլիարդավոր դոլարները մուտք են եղել բյուջե եւ մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այսօր պետական ծառայությունը ունի լուրջ մրցունակության խնդրեմ շուկայում։ Եվ նաեւ այդ քարոզչության արդյունքում բազմաթիվ լավ մասնագետներ խուսափում են եւ ֆինանսական մոտիվներից եւ նաեւ հարցի այսպես քարոզչական բարոյական տրամաբանությունից ելնելով պետական ծառայության անցնել եւ իմ կարծիքով դա լրջագույն խնդրեմ է եւ ես ուզում եմ հասկանալ ձեր մոտեցումները, թե մենք ինչպես անենք, որ պետական ծառայությունը դարձնենք ավելի մրցունակ։ Իմ համոզմունքն այն է, որ մենք չպետք է տրվենք այդ քարոզչությանը, որովհետեւ եթե մենք ուզում ենք, որ այդ 4.2 միլիարդը դառնա 8.2 միլիարդ, 10 միլիարդ, դա նշանակում է, որ մենք մեր կառավարման որակը պետք է բարձրացնենք նախ եւ առաջ, եւ ես կուզենամ ձեր պատկերացումները լսել կառավարման որակի բարելավման մեր քայլերի, ապագա քայլերի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Գոնջարյան։ Ընդդիմությունն է դժգոհում կառավարման որակից։ Ընդդիմություն դժգոհ է կառավար։ Ոչ, ես եմ դժգոհ կառավարության որակից, կառավարությունն է դժգոհ կառավարման որակից, խորհրդարանական մեծամասնությունն է դժգոհ կառավարման որակից։ Բայց եկեք, ինչպես ասում են, ծուռ նստենք, ուղիղ խոսանք։ Մի երկրում, որտեղ բնակավայրերի մի զգալի տոկոսում, էս էլ է թիվ, որը իմիջայլոց պետք է հաշվել։ Մանկապարտեզ չկա, դպրոցն էլ կիսավեր վիճակում, որտեղից պետք է լիներ լավ կառավարման համակարգ։ Մենք հասկանում ենք սա, թե չենք հասկանում։ Որտեղից պետք է լիներ լավ կառավարման համակարգ։ Մի երկրում, որտեղ բուհական համակարգի գործունեության մի զգալի հատվածը եղել է դիպլոմ վաճառելը, որտեղից պետք է լիներ կառավարման լավ որակ։ Մենք բացատրեք էլի։ Գալիս են քաղաքացիական հասարակության հետ ենք, այն օրը քննարկում է, տենց նեղ կազմով քննարկում է, ասում եմ, հա Ժորժ ջան, բերեք ձեր չնաշխարհիկ կադրերի ցուցակը, բերեք։ Չի կարա լինի, հա այն մարդիկ, ովքեր ի վիճակի են աշխատել, նրանք ասում են 5, 6, 3, 2 միլիոն դրամ ամիս պետք է աշխատավարձ տակ մեզ եւ գնում աշխատում են, էլ չեմ ասում հավասար պայմաններում ինքը գնում է ուրիշ տեղ աշխատում, ասում է զալա կա որը այսքան անեցքի տակ մի հատ էլ ամեն բանը մի կիլո տուն տարած հացի վրա 6 կիլո հետա անեցք, ինձ պետք է կգնամ ինձ համար շորտերով բանով ամեն օր կգնամ գործի իմ փող կաշխատեմ։ Բայց մենք պետք է հասկանանք ինչի է մեր ընկալումը կենտրոնացում է այսքան շատ կրթության վրա։ Չի լինում տենց, չի լինում, չի կարա լինի։ Դուք գնացեք գյուղ, մարզ, մտեք տեսեք մեր դպրոցների վիճակը, տեսեք 30 տարի մեր երեխեքը ինչ դպրոցներում են գնացել դասի, ահա և ձեզ պատասխանը, հա, մենք մեր մասին եմ ասում, բա ում մասին եմ ասում, բա ուրիշ, ինչ ասում եմ մեր մասին եմ ասում առաջին հերթին, և տեղ է հարցի պատասխանը,
Եվ կա հաջորդ մի բանը, երբ որ տեսեք մենք անդադ ասում ենք դե խնդրեմը կա, այս խնդրեմը կա, այն խնդրեմ, մեզ թվում է թե այդ խնդրեմը միշտ ինչ որ ուրիշներն են անդադ, ուրիշների մասին է, չէ, մեր մասին է, ամեն ինչը մեր մասին է։ Կառավարման որակը, կներեք, մենք այսօր ես պատական չասացի։ Ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական վարորդը։ Վարորդը ինչպիսին վարորդը, միջին վիճակագրական վարորդը, որտեղ չեմ կարող ես այլ կերպ լինել։ Չեմ կարող։ Եվ հակառակը, մենք ես պետք է այս կապերը հասկանանք։ Սա մի օրգանիզմ է։ Բա պետությունը, ժողովուրդը մի օրգանիզմ է։ Այդ օրգանիզմի մեջ տարբեր մասեր կան, տարբեր ֆունկցիաներ կան, բայց մեկը ինքը միասնական օրգանիզմ է։ Մենք ինչ ենք մի ժողովուրդ, որովհետև նույն կրթական համակարգով, նույն մտածողությամբ, նույն պատկերացումներով կապված ենք։ Հա, տարբերվում ենք, մի ընդդիմություն կա, իշխանություն կա, գործադիր կա, օրենսդիր կա, արհեստավոր կա, բանվոր կա, գյուղացի կա, բայց ի՞նչն է մեզ միավ, ինչ որ մի բան կա, չէ՞, ընդհանուր։ Այդ հաղորդակից անոթների տրամաբանությունն է։ Եվ մենք պետք է հասկանանք, ուզում ենք պետություն ունենանք նորմալ, պետք է ներդրում անենք կրթական համակարգում։ Ինքնամոռաց պետք է ներդրում անենք։ 300 դպրոց, ինչի՞ չենք կարող նորմալ 300 դպրոց կառուցենք։ Էլի նույն պատճառով։ Որտեղ միջին վիճակագրական շինարարը այնպեսին է, ինչպես միջին վիճակագրական վարորդը եւ միջին վիճակագրական պաշտոնյա եւ միջին վիճակագրական վարչապետը։ Իմ համար ասեմ, որ ուրիշների վրա չլինի։ Բայց պետք է հասկանանք մենք։ Ի վերջո մենք մեզ հայելու մեջ նայելու ենք, թե ես ասելու եմ, ես ամենալավն եմ, մնացածը վատն են, մնացածն էլ ասելու են, մենք ամենալավն ենք, բանը վարչապետը վատն է։ Կարանք ասենք, բայց դրանից շարժ չկա, ոչ մի տեղապտույտի անվերջ վիճակ։ Մենք բոլորս նույնքան լավն ենք եւ մենք բոլորս նույնքան վատն ենք։ Սա է իրականությունը։ Արձագանք, շնորհակալություն։ Շիրակ Թորեսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, շնորհակալություն ձեր ընդգրկուն ելույթի համար։ Ելույթում դուք անդրադարձ կատարեցիք անվտանգային խնդիրներին եւ խաղաղությանը, փոխկապակցված եւ շատ կարեւորեցիք այդ խնդիրները, հացին հավասար, հացից առավել։ Ես կխնդրեի ձեզ մի փոքր ավելի մանրամասնել, որովհետեւ նախ անվտանգային խնդիրների կարևորագույն հատվածը մեր պաշտպանական համակարգն է, մեր բանակը, որտեղ վերջին տարիներին զգալի բարեփոխումներ են տեղի ունեցել, տեղի ունենում, նաև ֆինանսական շարժերն են զգալի ծավալով ավելացել, հնարավորության սահմաններում խնդրում եմ մանրամասնել, որովհետև ես նայում եմ ներկայացված ծրագրում, այստեղ բավականաչափ թվեր կան, իհարկե թվեր, որոնք նաև չեն հրապարակվում, հնարավորության սահմաններում խնդրում եմ ներկայացրեք, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան, այստեղ խնդիրը հետևյալի մեջ է, անվտանգությունը, այո, բայց անվտանգության մասին ես նախկինում էլ առիթ ունեցել եմ, որ երբ որ մենք անվտանգություն, առաջին անգամ անվտանգություն ասելիս, հիշատակելիս հասկանում ենք բանակ, նշանակում ենք անվտանգություն չունենք։ Եթե մենք երկրորդ անգամ անվտանգություն ասելիս հասկանում ենք էլի բանակ, նշանակում մենք անվտանգություն չունենք։ Եթե մենք երրորդ անգամ ասելիս ենք անվտանգություն ասելով հասկանում բանակ, էլի նշանակում է, որ մենք անվտանգություն չունենք։ Որովհետև անվտանգությունը ինքը բազմաշերտ է եւ դա էլի մեր, դա էլ է կրթության հարց։ Մեր համընդհանուր կրթության հարցն է, թե մենք անվտանգություն ասածը ինչ ձև ենք պատկերացնում։ Ես այս թեմայի հետ կապված միշտ բանն եմ հիշում, Սասունցի Դավթ էպոսն եմ հիշում, որ Սասունցի Դավթին ասում են բանը, ասում են առյուծ է եկել, նստել է այնտեղ, չի թողում մարդիկ անցնեն, մարդկանց ուտի, ասում է առյուծն ինչ է, ասում է իմալ առյուծ, ասում են գազանների ջոջն է առյուծ, մարդկանց կուտի, ասում է հերվանց կուտի, թե մոտենաս նոր կուտի։ Հիմա մենք սենց թվում է թե պրիմիտիվ է, բայց մարդը խոստովանել է, որ չգիտի ինքը ինչ է առյուծ, ասում է բացատրեք, հասկանանք ինչ է առյուծ։ Մենք համոզված ենք, որ ասելով անվտանգություն հասկանում ենք դա ինչ է։ Որովհետև քանի դեռ մենք 1, 2, 3 բանակ անվտանգություն ասելիս անընդհատ ասում ենք բանակ, դա մի բանի վկայությունն է, որ մենք չգիտենք անվտանգությունը ինչ է։ Անվտանգությունը բոլորովին ուրիշ բան է, որը բանակը ներառում է, բայց որը միայն բանակը չի։ Ինչ վերաբերում է բանակի բարեփոխումներին, այո, մեծ ծավալով
բանակի բարեփոխումներ են տեղի ունենում, բայց ես էլի ուզում եմ ընդգծել, որ բոլոր այն փորձերը, որ փորձարվում ներկայացնել, որ Հայաստանի Հանրապետությունը բանակը զարգացնում է, սպառազինվում է, չգիտեմ, որ հարձակվի այս ուղղությամբ կան այն ուղղությամբ, ես պաշտոնապես ասել եմ եւ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի եւ չի ունենալու։ Եվ ասում եմ նույնիսկ մինչև Հայաստանի օկուպացված ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքների մասով էլի բանակի առաջ խնդիր չի դրվելու, որովհետև սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որը երկու երկրներում վավերացվել է, մեխանիզմները ստեղծում են, որ այդ հարցերը խաղաղ ճանապարհով լուծվեն եւ նորից ուզում եմ դա ընդգծել։ Իսկ բանակը պետության ատրիբուտ է, մենք պետություն ենք եւ պետք է ունենանք բանակ եւ պետք է ունենանք պաշտպանունակ բանակ, որովհետեւ մենք պետք է պաշտպանվելու կարող, ընդ որում սեփական քաղաքացիներին պաշտպանելու գործառույթը պետության, ցանկացած պետության պարտավորությունն է, բայց ել եմ ասում, բանակը մեր միակ գործիքը չի եւ ամենևին առաջնային գործիքը չի այդ անվտանգությունը ապահովելու համար։ Առաջնային գործիքը խաղաղությունն է, ինչի հետևից մենք գնում ենք։ Շնորհակալություն։ Սարգիս Խանդանյան։ Շնորհակալություն պարոն վարչապետ զեկույցը ներկայացնելու համար։ Վերջերս մեր միջազգային գործընկերներից մեկի հանդիպման ժամանակ, որը Եվրոպական միության երկրներից, անդամ երկրներից մեկից էր, ասաց, որ չի կարող երևակայել, թե ինչ տեղի կունենար այլ երկրների հետ եւ իրենց երկրների հետ, եթե միաժամանակ 100,000-ից ավելի փախստականներ գային իրենց երկիր եւ հավանական է, որ ինչ որ համակարգեր կոլապսի կենթարկվեին եւ ասել գովելով, որ Հայաստանում դա տեղի չունեցավ եւ ավելին կառավարությունը հսկայական ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրները մեղմելու համար եւ ըստ ներկայացված զեկույցի 2024 թվականին դա կազմել է շուրջ 66 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր առմամբ 100 միլիարդ դրամ։ Ես կուզենայի դուք ներկայացնեք, թե ինչ է արվել այս ծրագրերի շրջանակներում, ինչ է արվում, որովհետև կա նաև զուգահեռ բողոք ծրագրերի բովանդակության, փոփոխության շուրջ, բայց շատ արագ բարձ դարձավ իհարկե, որ բողոքը այնքան էլ սոցիալական բնույթի չէ, այլ ավելի շատ քաղաքական աստառ ունի, բայց այնուամենայնիվ կուզենայի ներկայացնեք, թե ինչ է արվել եւ ինչ է արվում։ Շնորհակալ եմ պարոն Խանդանյան հարցի համար, նախ էլի այս ընթացիկ համատեքստում մի քիչ այս թվերը գուցե լավ կամ ճիշտ չեն ինչում, ես ուզում եմ նաև առիթից օգտվել եւ ասել եւ 2018 թվականին ի վերջո մենք ինչ աջակցություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին։ 2012-ից 17 թվականի հետ համեմատ մենք պատկերացրեք, եկեք վերցնենք 2012-ից 2017 թվականի համեմատ 2018-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերը Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղին 367 միլիարդ դրամով կամ 130%-ով ավել գումար է հատկացրել Լեռնային Ղարաբաղին։ Պատկերացրեք, այսինքն նախորդ վերցրել եմ 12-ից 17 թվականին ինչա տրվել բյուջեից եւ 18-ից 23 թվականին ինչա տրվել 18-ից 23 թվականը ուղիղ տրված է 367 միլիարդ դրամով կամ 132 անգամ ավել աջակցությունա ցուցաբերվել 2018 թվականից մինչև հիմա մենք Լեռնային Ղարաբաղին տարբեր հոդվածներով այդ թվում բռնի տեղահանվածներին, նաև Լեռնային Ղարաբաղին ուղիղ աջակցություն 1 միլիարդ 370 միլիոն դրամ ենք հատկացրել, 545 միլիարդ դրամ։ Հասկանում եք։ 1.3 միլիարդ դրամ, 548 միլիարդ 1.3 միլիարդ դոլար կամ 548 միլիարդ դրամ 1.3 միլիարդ դոլար, սխալ չեք լսում,
1.3 միլիարդ հայ դրամ ասի դոլար։ Հասկանում եք։ Այն տպավորությունը, որ փորձ է արվում ստեղծել, որ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, բայց գումարներն ինչի են տրվել։ Դե այդ առանձին հարց է։ Բայց հա, էդ էլ եմ ուզում ասել։ Օրինակ, բայց նաև պետք է հասկանանք, որ այս թվերը ինչքան բարձրաձայնվում է, մենք պետք է հասկանանք, ի վերջո, էլի ես իմ ելույթում բանաձևին անդրադարձա։ Այո, մենք պետք է օգնենք, որ մարդիկ աշխատեն, ապրեն։ Որովհետև տեսեք, ես ուրիշ արձագանքներ կան։ Այսօր օրինակ 90-ականներին Բաքվից, Սումգայիթից եւ այլն բռնագաղթած մարդիկ կան, ասում են, բա մի րոպե, բա մեզ ոչ մի բան չի հասնում, չէր հասնում։ Չեմ ուզում ասել էլ ովքեր են այսպիսի բաներ ասում։ Հիմա ինչ ասենք, սուտ եք ասում, սխալ եք ասում։ Չեք կարող ասել։ Ի վերջո պետք է բանաձևերը փոխվեն։ Էլ չեմ ասում Հայաստանի քաղաքացիները ինչ են ասում։ Ասենք մենք լավ հասկացանք 1, 2, 3 չենք ասում, բայց ասենք գնում ես ամեն գյուղ մտնում ես եւ երբ որ մարդիկ ասում են ասում են դե նայենք, դե տեսնենք եւ այլն, ասում են բայց համոզված եք, որ բոլոր գումարները ճիշտ ուղղություններով եւ ճշգրիտ են ծախսվում։ Համոզված չենք, բայց դե Եվ արձանագրել, որ շարունակվում է այդ աջակցության ծրագրերը ու միայն այդ 40,000 գումարած 10,000 դրամի ծրագիրը չէ, որը ներառում է այդ աջակցության ծրագրերը, այլ ավելի լայն բովանդակություն է ներառում, ընդգրկելով նաև բնակարանային ծրագիրը։ Այո, այնտեղ մենք ըստ էության աշխատունակ հատվածին տրամաբանությունն է դա։ Աշխատունակ հատվածին, որտեղ մեր ուսումնասիրությունները նաև այդ են ցույց տալիս։ Մեր ուսումնասիրությունները, հարցումները, այդ թվում ոչ տենց ուղիղ հարցումներն են ցույց տալիս, որ մենք չենք թողել շահագրգռություն մարդկանց համար, որ մտածեն աշխատանքի շուկայի մեջ ներգրավելու մասին, կամ այդ շահագրգռությունը էականորեն թույլատրում ենք։ Մինչև 18 տարեկանների եւ 63-ից բարձր տարիքի անձանց համար աջակցության ծրագիր շարունակվում է եւ շարունակվելու է։ Ես խնդրում եմ, որ եկեք այս հարցը բան անենք, որովհետև պետք չէ այս հարցը սրել, որովհետև այս հարցի սրման հետ անընդհատ տհաճ խոսակցություններ են բացվելու, որը ոչ մեկի օգուտ չի տալու։ Էլ չեմ ասում, որ այդ քաղաքական խոսույթները, որ զուգահեռ օգտագործվում են, այդտեղ էլ եմ ասում, ես իմ խոսքի մեջ, չգիտեմ, ով ֆիքսեց, ով չֆիքսեց, ես հստակ ասեցի, այս տարածաշրջանային կայունության եւ խաղաղության համար դրվել է բանաձև։ Այդ բանաձևի դեմ մի գնացեք, որովհետեւ մի փորձեք էսկալացիան արդարացնող խոսույթներով հանդես գալ հրապարակներից տարբեր տեղերից, բայց էսկալացիաները, որ մեկ էլ սկսեցին հանկարծ ծավալվել, այդ ինչի արդյունք էր։ Կառավարության գործունեության ոչ։ Էլ եմ ասում, պետք չի այս խոսակցության մեջ անընդհատ բզբզալ, փորփրել, որովհետև շատ տհաճ հարցեր են բացվելու։ Հիմի պատգամավորը տեղից նստած այդ տհաճ հարցերի մի մեծ պորցիան մի նախադասությունով հասցեագրեց, ես էլ ցույց տվի, որ այդ հարցի պատասխանը չունեմ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, Դավիթ Դանիելյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, շնորհակալություն զեկույցի համար։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ մոտենում ենք խաղաղության պայմանագիր կնքելուն, բայց միևնույն ժամանակ անհասկանալի է Ադրբեջանի եւ հռետորաբանությունը եւ գործողությունները խնածախի հետ կապված առնվազն 2 միջադեպ կա, որ քաղաքացիական շինություն են թիրախավորել եւ այդ մասով մենք ինչպիսի